2004 թվականն էր։ Զանգահարեց ինձ իմ լավ ընկեր ու բարեկամ Արա Գևորգյանը եւ խնդրեց հանդիպել։ Մրցույթ են անցկացրել ազգային նվագարանների հանրապետական եւ արդյունքում մնացել են 10-12 երաժիշտներ եւ ասաց, որ ես սցենար եմ գրել եւ ուզում եմ, որ բեմականացնենք։ Ասեցի Արա ջան, գուցե փորձենք մի մեծ նվագախումբ հավաքել եղածին գումարելով եւս մի 30 հոգի, ասենք դառնա 40 հոգանոց մեծ նվագախումբ եւ փորձենք գնալ պետականացման ճանապարհով։ Ինքն էլ ոգևորվեց այդ գաղափարից եւ անցան գործին։ Ես հավաքեցի 40 հոգանոց նվագախումբը եւ սկսվեց փորձերը։ Եվ 2005 թվականի ապրիլ ամսին մենք ունեցանք պետական կարգավիճակ։ Քանի որ ես կոնսերվատորիայում երկար ու ձիգ տարիներ աշխատում եմ եւ նվագախումբն եմ ղեկավարել կոնսերվատորիայի ուսանողական, բոլորին լավ ճանաչելով, նրանց հնարավորությունները նկատի ունենալով մակարդակը ինքս հավաքագրեցի, համամասնությունը ապահովելով նվագախմբի, քանի քամանչա պետք է լինի, քանի թառ պետք է լինի, դուդուկ, կանոն եւ այլն գույները բոլոր կարողացա ընդգրկել եւ ստացվեց մի գեղեցիկ ծաղկեփունջ, որովհետեւ կարողանանք ամեն ինչ նվագել։ Իսկ ամեն ինչ գլխավորապես ես պայմանավորում եմ նվագախմբային գործերի կատարումներով։ Եվ ես նաեւ իմ առջև դրել էի սկզբունք, առաջադրանք, որ կարողանանք նվագախմբային կատարողական արվեստը հասու դարձնել մեր ունկնդիրներին, ինչպես երգն են սիրում լսել, այնպես նաև լսեն նվագախմբային կատարումները, ինչին ես կարծում եմ հասել եմ։ Նվագախմբի կազմում արդեն գրեթե 3 տարի է, որ աշխատում եմ, նվագում եմ շվի։ Այս գործիքը նվագել է Կոմիտաս վարդապետը։ Ու սա արդեն փասն է, այո, իր հայկական լինելու։ Ինչն է գործիքի հայկական լինելը փաստում նաև հնչերանգը։ Չէ՞ որ տիպիկ հին ժամանակներում հովիվներն են սարերում նվագել, իրենք ձեռքով պատրաստել են ուղղակի փայտից, եղեգից, հիմա էլ եղեգից պատրաստում են, դրա համար շատ ժամանակ եղեգնափող են ասում շվին, բայց շատ տարբեր անուններով հայտնի է ու հայ մեր պատմագրության մեջ էլ գործիքներին անդրադարձ կատարվել է, որովհետև նմուշներ դեռևս մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակից նմուշներ գտնվել են, փաստ են արձանագրված, որ սրանք մեր ազգային գործիքներն են։
երբ որ 17 տարեկան էի ընդամենը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը եկավ աշտարակ համերգի, ես ուղղակի իրենց համերգին նստած իրենց լսում էի, մայստրոն ասեց կան ձեր մեջ երաժիշտներ, դե այո, ես ձեռք բարձրացրից, ինչ ես նվագում, ասեցի շվի, բա կնվագես մեր հետ ինչ-որ բան, ասեցի կնվագեմ, չգիտեմ, ռիսկս այդքան էր տենց ստացվել, ու նվագեցինք միասին Գրիգոր Հախինյան ինտերմեցո, համ պատրաստից, միանգամից, ես այդ օրը կյանքում չեմ մոռանա, ես չէի էլ պատկերացնի, որ մի օր ես կլինեմ նվագախմբում։ տարի աշխատել եմ նվագախմբում որպես մենակատար կանոնահարուհի եւ վստահաբար կարող եմ ասել, որ այստեղ ես ձևավորվել եմ որպես երաժիշտ։ Այլ բան է, երբ դու ուսանում ես, նվագում ես, ունենում ես տարբեր համերգներ անհատ, բայց այլ բան է, երբ դու նվագախմբի ներսում ես թրծվում, կերտվում է քո երաժշտական տեսակը, որակը եւ այլն, այդպես շատ հանգամանքներ կան։ Այս պահին նվագախմբի հետ ես աշխատում եմ որպես ադմինիստրատոր, եթե այսպես կարող եմ ասել, աշխատանքները կարգավորող, համակարգող։ Կային այնպիսի հարցեր, որ պարտադիր պիտի նվագախմբի համար աշխատի մեկը, ով շատ ավելի եւ ավելի ներսից է ճանաչում խնդիրները նվագախմբի, ինչ պահանջներ ունենք, ինչ հարցը ինչ կերպով կարելի է լուծել, մի փոքր ներսից մասնագիտական մոտեցման պահանջը կար եւ յուրաքանչյուր համերգ, երբ որ կազմակերպվում է կամ որևէ միջոցառում, շատ ավելի մեծ ու կարեւոր դեր կարող է ունենալ այն թիմը, որը գտնվում է տվյալ խմբի մեջքի ետևում, որպիսի երաժիշտը մտածի միայն երաժշտության մասին, իր կատարման մասին եւ մեր մայստրոն եւս մտածի միայն իր գործի մասին։ Օր եղել է, որ ես 5-ից 6 ժամ նստել եմ եւ նվագել եմ, որ հասնեմ այն արդյունքին, որը որ ինձանից սպասում էին, եւ կարծում եմ, որ հասա, եւ ես շատ շնորհակալ եմ եւ մեր ղեկավարի համբերատարության համար եւ իմ կողքի նստած գոլեգա երաժիշտներից, ովքեր որ իրենց բարի խորհրդով, կատարողականությամբ ամեն ինչով օգտակար են եղել։ Եվ նույնպես եմ ասում, որ մենք այսօր ունենք բավականին զարգացած, կայացած Սանթուր նվագարանի դասարան։ Շնորհիվ այս 20 տարվա։ Սա եղավ թռիչք շատ-շատերիս համար, եւ ես իհարկե միակը չեմ հանդիսանում մեր նվագախմբում 16 տարեկան եղած մեր երաժիշտներից, էլի կային բավականին փոքր տարիքով պատանի երաժիշտներ, լավ ընկերներ, մենք միասին մեծացանք, մենք միասին կյանք ապրեցինք, փորձ անցանք։
Վերջերս մենք մեր տնօրինության հետ միասին Արմեն Սարգսյանի գլխավորությամբ փորձեցինք իրականացնել համաշխարհային եւ մեր հանրապետական կինոֆիլմերի սաունդթրեքների երաժշտությունների կատարումները եւ երկու համերգ ունեցել ենք, երկուսն էլ Լեփլեցուն դահլիճում փառայեղ ընդունելության արժանացավ։ Իհարկե դրա նախադեպը եղել է սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ, դա արվել է, բայց ազգային նվագարաններով կարծում եմ սա առաջի անգամ է։ Եվ շատ լավ տպավորություն թողեց, եւ մենք էլ ավելի սկսեցինք ոգևորվել դրանից։ Նվագախմբի երգացանկը շատ բազմաժանր է։ Նվագում ենք կոմպոզիտորական ստեղծագործություններ, դասական արվեստի նմուշներ, ժողովրդական ստեղծագործություններ։ Մենք օրինակ նվագում ենք Կարմեն։ Երբ որ մենք նվագում ենք Կարմեն, ես զգում եմ, որ հանդիսատեսը, չգիտեմ, իրենց մոտ ինչ-որ բան, իրենց աչքերի մեջ ինչ-որ կյանքը հարցնանում, երբ որ ենք տեսնում, որ ժողովրդական նվագարաններով վայ Կարմեն են նվագում, վայ Բրամս են նվագում, հունգարական պար, խնդիրը նրանում է, որ շատերը դա չեն պատկերացնում։ Այ ինչ կարելի անել ժողովրդական նվագարաններով։ Ես շվիով նվագել եմ ջութակի կոնցերտ Արամ Խաչատրյան, հանդես եմ եկել տարբեր երկրներում այդ նույն ստեղծագործությամբ ու շատ օտարերկրյա երաժիշտներ, ունեմ շատ ընկերներ դրսում, Հունաստան, Կիպրոս, տարբեր տեղեր, Պորտուգալիա, իրենց հետաքրքրությունը շատ մեծ է մեր արվեստի նկատմամբ։ Բոլոր ժամանակներում եղել են ինչ-որ անհատներ, որոնք փորձել են ստվերել ազգային նվագարանների դերը, կարևորությունը մեր կենցաղում։ Սա ցավոք եղել է եւ ինչ օրս էլ գուցե եւ կան։ Բայց մենք այդ նվագախմբի ստեղծմամբ կարողացանք ինչ-ինչ հարցեր լուծել։ Երաժշտական դպրոցներում մի պահ շատ քիչ էր հաճախում Թարի դասարան, Քավանչայի եւ այլն, ուդի, բայց հիմա արդեն բավական շատացել են, տեսնելով եթերում երբեմն, ցավոք եթերում էլ այդքան շատ չենք երևում, ինչը նույնպես խնդիր է, ես կուզենայի, որ ավելի հաճախ եթերներում երևար նվագախումբը եւ դա նույնպես իր ազդեցությունը կթողներ մատաղ սերնդի վրա, տեսնելով, որ կա այսպիսի նվագախումբ, ինչու՞ չէ, մտածելով, որ ես սովորեմ, գուցե կարողանամ այնպիսի երաժիշտ դառնալ, որ համալրեմ այս նվագախմբի կազմը, ինչպես ես ժամանակին մտածել եմ, ես երազել կարող էի Մերանգուլյանի նվագախմբում, բայց մի գեղեցիկ օր ինձ հրավիրեցին, ես սկսեցի աշխատել այդտեղ։ Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ, որ շատ քիչ թվականակով մարդիկ կան, ովքեր որ չեն եղել մեր համերգներին ու ովքեր որ տեղեկացված չեն մեր նվագախմբից, որովհետև մենք
եւ շրջաններ ենք գնացել, եւ մանկական ֆիլհարմոնիայի նախագծում հանրակրթական դպրոցի երեխաներին ենք բերել, դահլիճ տեղեկացրել ենք, պատմել ենք նվագարանի պատմությունը, հետո մենանվագով հանդես են եկել երաժիշտները, որ հնարավորինս մատչելի ձևով եկող սերունդին ճիշտ բացատրենք ինչ է մեր ազգայինը, դա շատ կարևոր է։ տարվա մեջ մենք հասանք նրան, որ ունենք տարածք, որտեղ մենք կարողանում ենք մեր աշխատանքները կազմակերպել, նորմալ պայմաններ են, լավ պայմաններ են, պիտի ասեմ, աշխատավարձերը ցածր են իհարկե, դպրոցներում դասավանդում են, երեկոները ռեստորաններում են նվագում, ընտանիք են պահում, իհարկե պետք է կարողանան դա այդ ձևերով, այդ ճանապարհներով իրենց ընտանիքը պահել։ Մրցույթներ են անցկացնում հանրապետությունում նվագախմբերի անհատ կատարողների, ես տեսնում եմ, որ շատացել են, իսկ դա ինձ մշտապես ուրախացրել է, որտեղ մենք պարտավոր ենք եւ նաեւ պետք է մտածենք մեր վաղվա օրվա մասին, ինչ ենք փոխանցում մեր եկող սերունդներին։ Իսկ նվագախմբային կատարողական արվեստը մեր հանրապետությունում ունեցել է հրաշալի ավանդույթներ, եկել հասել է մեզ, եւ մենք պետք է դա փոխանցենք հաջորդներին։ Այս պահին էլ փորձերը ինտենսիվ են, շատ ավելի շատ են, եւ ինտենսիվ, եւ որակյալ, եւ ունենք առաջիկայում ծրագրեր, որոնց համար սիրով աշխատում ենք, պարապում ենք, եւ ինչքան շատ են մեր փորձերը, ինչքան շատ են մեր ծրագրերը, երաժիշտները ոգևորվում են, իսկ երբ որ երաժիշտը ոգևորված է, հնարավոր չէ ունենանք վատ արդյունք։